Բարի լույս եւս մեկ անգամ, սիրելի հեռուստայտողներ, շատ սիրելի Էմմա, ինձ կներես, ես միայնակ եմ եկել 12307 Ventura փողոց, Studio City, որտեղ էլ աշխատում է մեր շատ սիրելի դոկտոր Աշխեն Դանիելյանը։ Ներսում աշխատանքներ են ընթանում, ինձ թվում է հետաքրքիր է նաեւ ամենքիս, թե ինչ գործիքներ են, ինչ հումքեր են օգտագործվում եւ առհասարակ ինչ է տեղի ունենում ներսում։ Ես եւ Ռոմիկը կգնանք ներս իմանալու ինչ է կատարվում այս պահին։ Գնացինք Ռոմ, արի։ Այստեղ շատ հով է, զով է եւ ապահով է ու ես ու մեր շատ սիրելի օպերատորը միասին հիմա կտեսնենք ինչ է տեղի ունենում Աշխեն Դանիելյանի մոտ։ Լսում ենք, որ աշխատանքներ են ընթանում, բայց թե ինչ կիմանանք հիմա։ Մենք արդեն գտնվում ենք դոկտոր Աշխեն Դանիելյանի աշխատասենյակում, տեսնենք ինչ է տեղի ունենում, նախ ողջույն եւս մեկ անգամ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, դուք ինչպես եք, շնորհակալ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ է տեղի ունենում այս պահին, ես ինչ որ մի բան նկատում եմ, բայց չգիտեմ։ Մենք այսօր անում ենք կարբոնային պիլինգ, հա, որը իրենց ինչ է ներկայացնում, լազերային պիլինգ է, դա նանոգելի միջոցով, որը կսում է դեմքին, օգնում ենք լուծել մի քանի խնդիրներ, եթե ունենք մաշկի պիգմենտացիա, եթե ունենք պոստակնա հետքեր դեմքին եւ եթե ունենք պոստակնա հետքերից հետո փոսիկներ, հա, որոնք առաջացել են դեմքին, եթե ունենք որևէ ծերացած մանր կնճիռներ, հա, մաշկից նաև հանում ենք մաշկի մահացած շերտը, որը որ շատ անցավ պրոցեդուրա իրենց ներկայացնում, բավականին էֆեկտիվ, կարող են գալ կուրսով, մոտ 3-ից 4 անգամ, 2 շաբաթը մեկ ինտերվալով եւ ուղղակի ընդհանրապես մեկ այցելությամբ, ուղղակի մաշկին հաղորդելով թարմ, փարլուն, հարթ տեսք, այո։ Շատ լավ, այս պահին ինչ եք օգտագործում, ինչ գործիք։ Մենք այս լազերային ապարատն է, որի միջոցով պետք է նանո ածուխը, որը մենք քսել ենք արդեն նախորդ մեր պատմությունից։ Դա ածուխ է, հա։ Այո, նանոգել է այս ներկայացնում, որը որ նաև շատ մեծ ադսորբենտ է, հա, մաշկի համար եւ նաև լազերը ինչ է, ներթափանցելով մաշկի 2-ից 3 մմ խորությամբ, այն օգնում է նաև կոլագենի սինթեզին, երկրորդային կոլագենի սինթեզին, այսինքն բավականին հարթվում է մաշկը, բավականին լավ տեսք է ունեմ, թարմանում է եւ մենք նպաստում ենք նաև կոլագենի սինթեզին։ Շատ լավ, որքան է տևելու այս process-ը։ Մոտավորապես 40 րոպե։ Շատ լավ, մենք հարմար տեղավորվում ենք, որտեղ դեպ շատ հարմարավետ աշխատասենյակ է։ Ինչպես տեսնում եք, կարող եք գալ, վայելել այստեղ եւ ստանալ իհարկե ճիշտ մոտեցում։ Հետևենք։ Այսպես մենք լազերի միջոցով մաքրում ենք նանոգելը դեմքի վրայից եւ լուծում ենք մի քանի խնդիրներ մաշկի հետ կապված միանգամից։ Ես շատ եմ սիրում այս պրոցեդուրան, որովհետեւ բավականին լավ արդյունքներ ենք ստանում։ Այն խնդիրները, որոնք որ շատ ավելի հա երկար խնամքների միջոցով մենք կարող ենք ստանալ, այսպես 1-2 պրոցեդուրայի ընթացքում մենք այդ արդյունքները տեսնում ենք արդեն։ Ինձ հետաքրքիր է մեր հաճախորդը ինչ որ բան զգում է այդ ընթացքում, թե ուղղակի էս ձայնն է։ Ինձ թվում է ձայնն է ավելի շատ, հա, բայց արդեն երկրորդ պրոցեդուրաների ընթացքում արդեն սովորում են ու այդպես անսովոր իրենց համար ոչինչ չի լինում առանձնապես։ Ասեն, այսպես պետք է մաքրվի ամբողջը դեմքը։ Ամբողջ դեմքը պետք է մաքրվի այսպես նանոածուխից, որից հետո դրվում են մասկինը համապատասխան 2-3 դիմակներ, հա, մաշկը հանգստացնող, սնուցող եւ ասեմ շատ կարեւոր է այն փաստն է, որ պրոցեդուրայից հետո նա այլ խնամք չի պահանջում, որովհետեւ այլ խնամ պրոցեդուրայից հետո չի պահանջում եւ ասենք մեր պացիենտները հանգիստ խնամված մաշկով գնում են տուն, որովհետեւ արտասովորաբար չի պահանջում։ Ես այս լազերներից շատ եմ վախենում, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր է դեպ։ Բայց ես հոտն էլ ինձ դուր է գալիս։ Դες բան հոտ չի։ Լազերի միջոցով մաքրվում, այո։ Ասենք մենք ոչ մի այստեղ կարմրատություն չկա, ոչ մի այդուց չկա։ Աշխեն սա մի անգամ է լինում, թե էլի երկրորդ շերտն եք։ Եթե այս դեպքում մեր պացիենտը որևէ խնդիր չունի, մեկ անգամը լրիվ բավական է, ուղղակի մաշկը թարմեցնող պրոցեդուրա է, հա, համարվում է այս դեպքում, բայց եթե ունենք խնդիրներ, մի փոքր 3-ից 4 պրոցեդուրա է, հա, կուրսով նախատեսված, այո, 2-3 շաբաթ ինտերվալով։ Մենք կարբոնային պիլինգը կարծես թե ավարտեցինք, հա։ Այո, մենք հիմա անցնում ենք հաջորդ փուլին, սկսում ենք դեմքը հանգստացնող, խոնավեցնող դիմակ մաշկին համապատասխան 10 րոպե պահելուց հետո արդեն մենք այն կլվանանք եւ մեր պացիենտն կարող է հանգիստ գնալ տուն, ինչպես տեսնում եք, որևէ արտաքին ազդեցություն մենք չենք տեսնում մաշկի վրա։
Իսկ դա ինչ է, ուղղակի հանգստացնող կրեմ թե Holy Land-ի հանգստացնող մասկաներից է, որ նախատեսված են հենց տվյալ պիլինգից հետո օգտագործման համար, որը հանգստացնում է մաշկը, սնուցում է, փալ է հաղորդում, այսինքն այսպես ասեմ, այս պրոցեդուրայի շարունակությունն է, այո։ Այսինքն անոթները բացվում են, ծակոտները բացվում են եւ հիմա պիտի արդեն հանգստացնենք։ Պետք է անոթները նեղացնենք, մաշկը հանգստացնենք եւ սնուցենք։ Շատ լավ, մենք էլ հետևենք իրադարձություններին, ինչ են տեղի ունենում այստեղ մեզ մոտ։ Սնուցում ենք մաշկը։ Ու քանի որ դոկտոր ջան, ունենք ժամանակ 10 րոպե, ես առաջարկում եմ այս 10 րոպեվա ընթացքում խոսենք այն նյութերի մասին, որոնք հիմա այստեղ կան, որոնք օգտագործվում են, կիրառվում են մեր հաճախորդների համար։ Սիրով ես շատ եմ իսրայելական Holy Land բրենդը, որը բավականին մեծ տարածում ունի եւ պրոֆեսիոնալ կոսմետոլոգիական աշխարհում շատ լավ ազդեցություն է թողնում մաշկի վրա, շատ տարբեր մաշկերի համար կան պրոցեդուրաներ, ինքը բավականին լուրջ ֆիրմա է ամբողջ աշխարհում հայտնի եւ ես բավական երկար տարիներ օգտագործում եմ այդ բրենդը եւ շատ գոհ եմ։ Տարբեր բրենդներ եմ փորձել, բայց այն ազդեցությունը, որ ես տեսնում եմ տվյալ բրենդի օգտագործումից հետո, ես ոչ մի այլ բրենդի դեպքում դա չեմ տեսնում։ Այստեղ տարբեր բաներ են, տարբեր խնամքներ, տարբեր կրեմներ, մաշկի, տարբեր տեսակի մաշկերի համար նախատեսված, դու այդ գործիքներ ունես քո ձեռքի տակ, այդպես ասեմ։ Շատ լավ, իսկ այս հատվածում Սա ֆրանսիական Cosmoterras ֆիրման է, շվեյցարական, որը նույնպես բավականին մեծ ճանաչում ունի դրսում, ինչքան նկատել Ամերիկայում այդքան հայտնի չէ, դե երևի ստեղ արդեն իրենց տեղական բրենդերն են ավելի հայտնի ունեն, բայց ես ինքս էլի օգտվում եմ, որտեղ երկար տարիներ եմ աշխատել եւ շատ գոհ եմ արդյունքից։ Իհարկե մի փոքր դժվար է այստեղ այդ բրենդը բերել, հասցնել, բայց ստացվում է դա մեզ մոտ, այնպես որ սա էլ Cosmoterras ֆրանսիական, շվեյցարական բրենդն է։ Սարքի մասին կարող ենք խոսել, թե ոչ։ Սա այն քարով սարքն է, չէ՞, հատուկ, որ մենք մի անգամ եթերում խոսեցինք։ Հա, խոսել ենք Պրիստինայի ֆիրմը, որը որ ամենա, այսպես ասեմ, լավագույններից է, կոսմետոլոգիայի ոլորտում կոնկրետ միկրոդերմաբրեզիայի հետ կապված, այն ինչ իրենց ներկայացնում, մենք այստեղ ալմազ է, հատիկներով շրջապատված գլխիկներ են, տարբեր դրամաչափի, որոնք եւս նախատեսված են մաշկի մահացած շերտն ենք մաքրում այս դեպքում պոստակն է, հետքերի դեպքում, եթե կուրսովանում ենք, որը էլի բավականին հայտնի ֆիրմա է եւ սա 2021 թվականի ապարատներ է ներկայացնում։ Մենք չենք էլ կասկածում իհարկե, որովհետև միայն բարձրակարգ հումքեր, նյութեր եւ սարքավորումներ են այստեղ եւ իհարկե բարձրակարգ մարդկանց համար է այն մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են հետևել իրենց մաշկին, իրենց խնամքին եւ ավելի խնամված լինել, կարող են դիմել դոկտոր Աշխեն Դանիելյանին, դե շատ հարմարավետ, շատ հրաշալի միջավայր է եւ ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այն գործիքները, որոնցով որ աշխատում է դոկտոր Դանիելյանը, այնտեղ ունի հատուկ սարքավորումներ, որոնք սանիտայզ են արում մի քանի հատ, մի հատ էլ վերևում, Սա է հատուկ գլխիկների համար նախատեսված, այնտեղ հեղուկներ ունենք, որոնք որ տարբեր տիպի հատկապես հիմա շատ կարևոր է չնայած միշտ ախտահանումը մեզ մոտ բարձր մակարդակի վրա կոնկրետ միշտ պահում են, դա շատ կարևոր է առաջերտին։ Այո, տարբեր գործիքների համար նախատեսված են տարբեր սարքեր, որոնք իրենց ախտահանում են կատարում եւ ցանկացած գործիքներ ունեն իրենց ախտահարման անկյունները, այսպես ասեմ, այո։ Շատ լավ, 10 րոպեից երևի թե ինչ-որ չափ անցանք, կմաքրենք։ Իսկ ես ուզում եմ այստեղ հետևել այս պատերին փակցված բոլոր պատվոգրերին, սերտիֆիկատներին, որոնք ստացվել են աշխարհի տարբեր անկյուններից, ոնց հասկանում եմ Ռուսաստանի Դաշնությունից էլ կա, այստեղ Ռուսաստան, Նույվա, այս ինչ է, հայտնի ֆիրմա է, չէ՞ երևի դա։ Մի խոսքով, այստեղ ամենը փակցված է, կարող եք դուք էլ որ գաք ծանոթանալ եւ տեսնել ինչ է կատարում։ Մենք ավարտեցինք մաքրումը դեմքի, հիմա արդեն ինչ է տեղի ունենում։ Երրորդ փուլին մաշկի խոնավեցումը տեղ ունենք դիմակից հետո, որ ինքն էլ կարող եք տեսնել։
Մենք ունենք հարթ մաքուր, առանց որևէ արտաքին ազդեցության պրոցեդուրայի ավարտ, այսինքն ոչինչ չի երևում մաշկի վրա, որ մենք մի փոքր առաջ մոտ 40 րոպե կատարել ենք նանոգելի միջոցով լազերային մաշկի մաքրում երիտասարդացում։ Հիմա սա ինչ կրեմ է, ուղղակի փափկացնող։ Ուղղակի խոնավեցնող, փափկացնող, որը իր մեջ ունի SPF, քանի որ պրոցեդուրայից հետո միակին պահանջը միշտ պացիենտներին այն է լինում, որ իրենք արևի տակ չլինեն մոտակա 1-2 օր։ Այո, զերծ մնան արևից, որովհետև այս դեպքում մաշկը ավելի ֆոտոզգայուն է դառնում։ Այդ է, միայն դա է պահանջը, ուրիշ այլ պահանջ մենք չունենք պրոցեդուրայից հետո։ Սա վերջնական արդեն պրոցեդուր։ Մեր մաշկի արդյունքն է, ինչպես տեսնում ենք, ունենք հարթ մաքուր, փայլուն եւ բավականին թարմեցած մաշկ։ Հրաշալի է, հա թե ինչպիսի միջավայրում, որտեղ որ մենք միշտ խոսում ենք դոկտոր Աշխեն Դանիելյանի հետ, որոշեցինք այսօր այցելել ուղղակի ներկայացնելու, թե որտեղ եւ ինչպես են ունենում եւ տեղի ունեն process-ը եւ առավել պրակտիկորեն ներկայացնել այսօր ածուխային, ինչպես էր կոչվում։ Կարբոնային պիլինգ, ածխաթթվային պիլինգ։ Ընդամենը տևում է 40-45 րոպե, մոտավորապես մի ժամ, եթե Մակներով հաշված մոտ 1 ժամ է պրոցեդուրան տևում, այո։ Ինձ թվում է մեր այսօրվա հաճախորդը գոհ է դոկտոր Աշխեն Դանիելյանի աշխատանքից, մենք նրա ներքին ժպիտը զգում ենք այս պահին եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում դոկտոր ջան ձեզ այսօր մեզ հյուրընկալելու համար, մենք սուրճը կխմենք իհարկե անպայման նոր կգնանք, որտեղ այստեղ միջավայրը իսկապես հրաշալի է։ Շնորհակալություն, հուսամ արդեն առաջիկայում նոր պրոցեդուրաների ականատեսը կլինենք նաև այստեղ։ Անպայման։ Շնորհակալություն, Ռոմիկ կոֆեն դառնես, խմթեք հաղթեր։ Գնացինք։ Խնամված եւ գեղեցիկ արտաքին ունենալու համար դիմեք 12 տարվա փորձառություն ունեցող տարբեր երկրներում կրթություն ստացած բժիշկ կոսմետոլոգ Աշխեն Դանիելյանին։ Կաբինետը հագեցած է ժամանակակից նորագույն սարքավորումներով եւ օգտագործվում են միայն պրոֆեսիոնալ եւ բարձրակարգ խնամքի միջոցներ։ Բժիշկ կոսմետոլոգ Աշխեն Դանիելյան, 12307 Ventura Boulevard, Studio City։ Գրանցվելու համար զանգահարել 760 209 3077։